Սիրելի հայրենակիցներ, Տիկին Ավանեսյան, քանի որ հարց տալու հնարավորություն չունեցանք, ուզում եմ, որ ձեր ամփոփիչ ելույթում խնդրեմ պարզաբանել իմ 3 հարցերին։ 1,400,000 մարդ օգտվելու է առողջապահական ապահովագրական այս ծածկույթից։ Դրանցից 700,000-ը նախկինում 1-ից մինչև 18 տարեկան երեխաներն են, ովքեր օգտվում են։ Մոտ 400,000 65 եւ ավել տարիքի թոշակառուներ են, որոնք փաստացի օգտվում են, դրանցից 400,000-ից ներողություն, մոտ 110,000, այդ թվում 80,000 աշխմանդամության խումբ ունեցողներ, 28,000-ը 28 եւ բարձր միավոր ունեցող նպաստառուները եւ 10,000 մարդ, 10,280 կարող է փոչերը սխալվել, ֆունկցիոնալության խախտում ունեցող քաղաքացի, այսինքն 400,000-ից մոտ 110,000 մարդ արդեն օգտվում է։ Այս 1.4 միլիոնի մեջ խնդրում եմ տարանջատեք, ում համար եք նոր բան անում, կարճ ասած։ Սա մեկ, երկրորդը փաթեթում կարդացի, ինչքան կարողացա հասկանալ, ստեղից ասում եք, որ էնդոպրոթեզավորումները, այդ թվում կոնքազդրային, չգիտեմ, սրունքների մնացած մասով անվճար է, նայեցի 65-ից մինչև 78 տարեկան է ծածկույթը փակում, այսինքն 78 տարեկան մարդ, որ ընկավ ոտքը ջարդվեց, ինչ պետք է անի սա։ Երկրորդը փաթեթում կար ժամանակահատվածում կարողացա կարդալ եւ հասկանալ, որ պերիոդիկ հիվանդություն ունեցողների համար շտաբօգնության կանչերը թողել եք ընդամենը 8-ը։ Այսինքն այդ մարդը ասու կողմից ոչ մեկս ապահովագրված չենք, 8 անգամից ավելի իրավունք չունի, կանչ կա, որտեղ հիմա սահմանափակ է։ Չկա հստակեցում նյարդաբանների եւ այլ մասնագետների կողմից ուղեգրվող անվճար, նախկինում անվճար պետպատվերի շրջանակներում իրականացվող անվճար բուժօգնության եւ ծառայությունների մասով։ Չկա հստակեցում զինծառայողների եւ զինծառայողների ընտանիքների փաստացի հիմիկվա դրությամբ գործող անվճար բուժօգնության սպասարկման բոլոր տեսակի հիվանդությունների մասով, սրանք հարցեր են, որոնք որ մենք ասում ենք սա հրատապություն պահանջվող, ավարտում եմ վերջի միտքն, խնդիրներ են, որոնք պետք է առ պատշաճի քննարկվեր, որ կարողանայինք այս ուզող հարցերը պատասխանեիք, դուք մեզ եւ մեր հանրության լայն զանգված իմանար, ասում եք չէ, սա մենք կարող ենք հասցնել, այն հիմնադրամի գործառույթներից էլ չասեմ, որ իրավունքը չունեք մրցույթներ եք հայտարարել, դա հետո խոսենք այդ մասով։